Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 8-ի համար։ Երեկ չշնորհավորեցի, չնայած որ աղջիկների տոնը դա մշտապես է, միշտ մեր տոնն է, այնպես որ եւ կանանց եւ մայրերի տոնն է։ Շնորհավորում եմ ամենայն դեպս ուշացումով կներեք։ Նաեւ ուզում եմ ասել, որ աշխատում է Facebook-ը, նաև Viber-ը, բայց այնտեղ ոչ ոք չի աշխատում, այդպես կարելի ասել։ Ոչ ոք այնտեղ ոչինչ չի պատասխանում, չի գրում։ Միայն այդ Facebook օրինակ բացվել է միայն կիսվելու համար, որ ինչ տեսանյութեր լինում են, այնտեղ կիսվել։ Բայց այնտեղ պատասխանել, նամակներին գրել եւ նույն Viber-ին պատասխանել նամակներին գրել, այս պահին ոչ ոք դա չի անում։ Ոչ ոք ձեզ չի պատասխանում այնտեղ։ Ինձ ասում են, որ դուք գրում եք, բայց ինքը այս պահին չի աշխատում եւ չի կարող պատասխանել ձեզ։ Որովհետեւ ես այս պահին խորհրդատվություններ որ չեմ ընդունում, դրա համար էլ չի պատասխանում։ Այնտեղ անձնական հարցեր եք տալիս, բայց նման հարցերը խորհրդատվությամբ է միայն։ Եվ քարտերով խորհրդատվություններ չկան։ Ես չգիտեմ դիմացի լսում եք, չեք լսում, բայց ես անընդմեջ ասում եմ այդ մասին։ Քարտերով ոչ մի խորհրդատվություններ գոյություն չունեն։ Ոչ նայում եմ նկարներով, ոչ նայում եմ, չգիտեմ, օթերով, նման բաներ չկան ինձ մոտ։ Միայն այս քարտերը արվում են ձեզ համար, որ ինչ որ չափով իմանաք ձեր օրը, որոշ չափով իհարկե, որովհետև ես անընդհատ շեշտում եմ, որ ես Աստված չեմ։ Բայց եթե տեսնում ենք, որ ինչ որ բաներ կատարվում է մեզ հետ, ուրեմն սա զգուշացում է մեզ, որ սա կարող է լինել, ուղեք դա, որ դա չլինի ձեր կյանքում։ Եվ վերջ։ Իսկ հատուկ առանձին խորհրդատվություն, թե ինչ է սպասվում ձեր կյանքում, սա կամ նայեմ նկարին, տեսնեմ ձեզ կգրի կամ նման բաներ չկա, սիրելիներս ինձ մոտ։ Ոչ թուղթու գրեր կա, ոչ նկարին նայել, պատասխանել կա, ոչ մոմ թափել, ոչ մոմ վառել, նման բաներ ինձ մոտ չկան։ Երևի նոր մարդիկ են եւ չեն դեռ ճանաչում, բայց նման բաներ ինձ մոտ գոյություն չունեն։ Սա միայն քարտերով ուղիղ եթեր էլ չի, մեկ-մեկ էլ լինում է ուղիղ եթեր, որ ձեր անձնականն ենք վերլուծում, բայց դա չի նշանակում, որ դա ուղղակի նվեր է ձեզ մեկ հարց, մեկ պատասխանի տեսքով։ Բայց ինչ որ հատուկ ես սա անում եմ, որ գան խորհրդատվության եւ այլն, նման բաներ ինձ մոտ չկա։ Սա ուղղակի ձեզ ինչ որ չափով ուղղորդում է, որ ճիշտ անեք այս պահին, երբ որ ինչ որ մի բան լինի ձեզ մոտ, դուք արդեն պատրաստ լինեք, որովհետև լինում են դեպքեր իրոք, լինում է նոր եք հիշում, որ ոնց որ թե քարտերում ասվեց այս մասին, ուղղակի ես ուշադրություն չդարձրեցի, դե համար, եթե զգում եք, որ կատարվում է, գիտեմ, որ զգում եք, որ կատարվում է, որտև ինձ հետ էլ է կատարվում, ապա դա ուղղակի պետք է հասկանալ, որ զգուշացում է ձեզ, ոչ թե հատուկ ինչ որ պահեր են, որ ես ձեզ այնց գումարներ վաստակեմ, նման բաներ գոյություն չունեն։ Ես նման բաները չեմ ընդունում ուղղակի, հատկապես քարտերով։ Դեռ աստղաբանությունը հստակ տեսնում եմ ձեր ծննդյան օրը, ձեր ժամը, այնտեղ երևում է ինչ է կատարվում, որ մոլորակը որտեղ է գտնվում, բայց քարտերը ինձ համար որպես այդպեսին, եթե մեկ անգամ այս քարտերով գցում եմ, տեսանյութ չի լինում, չի նկարում վիդեոն, ես այս քարտերը այլևս չեմ օգտագործում, որտեղ նա արդեն այդ հարցին պատասխանել է։ Եվ եթե ես ինչ որ մի ձևով խորհրդատվություն անեմ, այս քարտը հանեմ, այս անգամ հետո այդ քարտը նույն հարցի համար հանեմ, ուրիշ անգամ ինքը ամբողջությամբ ուրիշ պատասխաններ է տալու, որովհետև դա ինձ համար դա նշանակություն չունի մի խոսքով։ Ես սա չեմ անում, որ դուք հետո ինձ գրեք, որ խորհրդատվություններ կամ հետ եք բերում սիրելիս եւ այլն, նման բաներ մի գրեք։ Բացարձակապես, կամ վիրավորանք կարող եք ստանալ հետադարձ, որտեղ ես այդքան ասում եմ, որ ես նման գործերով չեմ զբաղվում։ Այստեղ ոչ ոք չի զբաղվում, հատուկ ինչ որ մոգական, չգիտեմ ինչերով, գուշակություններով եւ այլն։ Սա ընդամենը խորհուրդ է, եթե նկատում եք, օրվա խորհուրդ է դա։ Օրվա կանխատեսում է, օրվա կարևոր իրադարձություններն են, որոնք որ ձեզ հետ տեղի են ունենում։ Ու վերջ։ Ու այսանով սահմանափակվում է սա։ Եթե ուզում եք ձեր սիրելիին հետ բերեք, չգիտեմ ինչեր անեք, նախ առաջինը երկար մտածեք այդ մասին,
որ ուզում եք արդյոք գնաք այդ դուռը, մոգության դուռը եւ ինչ որ մեկին հետ բերեք, ով որ հետ գալուց նույնը չի լինելու, կամ ուղղակի պետք է հասկանալ, որ դուք, չգիտեմ, այս ալիքը նման բաների համար չի, մի խոսքով, հա, կարճ եւ կոնկրետ։ Նման մոգություն, սև բաներ, սև գործեր, նման բաների համար չի։ Ովքեր որ ձեզանից ընդունում են խորհրդատվություն, ովքեր որ ձեզ իբր մաքրում են, իբր սա են անում, նա են անում, գնացեք իր մոտ։ Նման խորհրդատվություն ընդունելու համար։ Եթե ուզում եք իմանալ ինչ է սպասվում ձեզ այսօրը, ապա եկեք ինձ մոտ։ Ընդհանրապես սա։ Այսքանը։ Հուսով եմ ամեն անգամ ես այդ մասին խոսում եմ, բայց ամեն անգամ էլի նորից նույնն է։ Ես չեմ կարող ամեն օր ասել, բայց չգիտեմ էլ ինչպես ասեմ այդ մասին, որ այլևս այն աղջկան չանհանգստացեն հատուկ քարտերով եւ հատուկ այդ հարցերով։ Այսքանը։ Գնայինք արդեն խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 8-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կարող եք գորգռալ ինչ-որ մեկի վրա, դե կարող եք երեխաների վրա գորգռալ օրինակ առավոտյան, շուտ որ շուտ արթնանան, եւ կարող է լարված եք նաեւ, որովհետեւ այստեղ հույսով եք, այդ որ մարդը մի տեսակ մտածում է կլինի, արդյոք այսօր այն ինչը որ ինքն է ուզում, այդպես հույսով է լցված եւ լարված է լինում, բա, եւ կարող է նաեւ գորգռալ։ Ամենայն դեպս նոր ինչ որ հույս կարող է ձեզ մոտ արթնանալ, հույսներ դրել եք ինչ-որ մեկի վրա կամ դրել էիք եւ չի լինում, դրա համար եք գորգռում։ Ոմանք կարող են այդ օրը հարսանիքի հրավեր ստանալ, նշանադրության, ամուսնության առաջարկ ստանալ կամ անել, նաեւ այդ օրը կարող են ընտանիքից վերադառնալ տուն, ընտանիքի անդամը, տղան, ամուսինը, կինը, մի խոսքով ինչ-որ մեկը կարևոր օր է կարող է ընտանիքում ձեզ համար եւ պետք է նշեք այդ օրը։ Եվ ոչ է ուրախ պահեր կլինեն, ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, կարող ձեր երեխան է գալիս ասում ուզում է ամուսնանալ։ Մի խոսքով ինչ որ ուրախ պահեր կլինեն, որով որ կուրախանաք, տրամադրությունը կբարձրանա։ Օրվա ընթացքում մի փոքր այստեղ կարող եք նեղվել կամ ամուսնոց կամ կնոջից կամ ընտանիքի անդամներից, այստեղ կարող է կապված է կարիերայի հետ։ Միգուցե կարիերան է նվազել, միգուցե շատ պատվերներ չկան, աշխատանք չկա այս պահին, կարիերայի նվազումը այդպես է նաև լինում, որ մարդ ուղղակի այս պահին աշխատանք չունի։ Եվ կամ ինչ-որ մի պատվեր կարող է ձեր ձեռքից բաց թողնեք, օրինակ ինչ-որ մի բան պատճառաբանելով եւ ձեր զույգը չհամաձայնվի եւ վիճեք իրար հետ։ Կամ նաեւ ինչ-որ մի բան է, որը մարդը ուզում է գնալ աշխատել եւ զույգերից մեկը դեմ է։ Եվ այստեղ կարող եք իրար հետ կամ վիճել կամ եւ այլն։ Եվ գումար կամ կստանաք կամ նաեւ կարող եք ծախսել այդ օրը։
Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 8-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ մի բան է ուշանում ձեզ մոտ, ինչ-որ մի բան կամ ուշանա, մոտավորապես մինչև 2 ամիս դա կարող է ուշանալ։ Նաև այստեղ պետական հիմնարկություն է կամ, չգիտեմ ինչ, հնարավոր է նաև այստեղ ժառանգությունը, հնարավոր է ընդհանուր բյուջեն է, ինչ-որ մի բան է, որ ընտանիքի անդամներին իրար հետ մի փոքր կամ նեղանում եք, կամ վիճում եք, գումարի տեսքով, կամ մեկը ուզում է վարկ վերցնել, մյուսը դեմ է, կամ ժառանգության հետ է հենց անմիջապես կապված, ժառանգությունը պահանջում ընտանիքի անդամներից մեկը, կամ պետական հիմնարկության հետ է դա կապված, ինչ-որ մի բան է, որը որ գալիս է, ստանում եք, կամ եսիմինչ և իրար հետ եք վիճում։ Կարող է օրինակ նաև շտրաֆ է չի բացառվում, օրինակ մեկը մյուսին ասեցի մի վարի մեքենան, կամ ասեցի դանդաղ վարի, կամ նման բաներ, հա, եւ իրարից մի փոքր այդպես նեղանակ։ Բայց երեկոյան ամեն ինչ կկարգավորվի այստեղ, ամեն ինչ լավ կլինի, սիրով կլինեք մեկը մյուսի հետ, կմոռանաք այնինչ խոսակցություն եղել է, երևի իրար այդպես շատ չեք բորբոքվի եւ շատ չեք վիճի միմյանց հետ, ամենայն դեպս երեկոյան ամեն ինչ արդեն կհարթվի։ Բացի դա էլ ոմանք կարող են սիրահարվել, ոմանք կարող են սիրո խոստովանություն ստանալ կամ անել եւ նաեւ դա կարող է լինել նոր սեր կամ ինչ-որ մարդիկ ձեզ ասեն, որ ինչքան գեղեցիկ եք այդ օրը, դե նաեւ կարող է ինչ-որ մարդիկ են գալիս տուն, ձեր հարազատները, որ դուք ձեզ սիրված կզգաք, լավ կզգաք, որ այդ մարդը եկավ տուն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 8-ին։
Հարգելի եկվորյակներ, այդ օրը գումար կամ կծախսեք կամ գումար կստանաք։ Հնարավոր է նաև այստեղ օցեր են եւ պարտք են ձեզ, օցություն են անում, գումարը չեն ուզում տալ կամ դուք գումար եք ծախսում ձեզ վրա ինչ-որ առևտուր եք անում եւ այդ նկատում եք իրենց, այդ աչքերի արտահայտությունը, որ դժգոհում են։ Նաև օրվա ընթացքում այստեղ ոմանց ամուսնության առաջարկ կարող են անել, սիրո խոստովանություն կամ հարսանիքի հրավեր, նշանադրության հրավեր նույնպես, հնարավոր է ընտանիքի միավորում, ընտանիքի անդամների վերադարձ, շատ կարևոր օր նաև ձեզ համար, դա համար կարող առևտուր եք անում եւ երկեսանի մարդիկ եւս կան, երկուսն էլ կան ձեր մոտ այստեղ եւ երկեսանի եւ օցեր։ Ինչ-որ բան եք երևի կարող կազմակերպում ձեր սիրելիի համար կամ ինչ-որ բան է կարող ձեր սիրելին է ձեզ գումար փոխանցել, գնում եք ստանաք եւ էլի օցություն են անում, շատ է ուղարկել։ Ինչ-որ նման բաներ են։ Եվ երեկոյան ուշադիր եղեք, որ չվիճեք ընտանիքի անդամների հետ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 8-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ճանապարհ կարող եք գնալ կամ ձեզ մոտ կարող են գալ ինչ-որ մարդիկ։ Նաև պետական հիմնարկություն կարող եք գնալ, ուսման կենտրոն, հիվանդանոց, նաև ժառանգության հետ կապված հարցեր կարող են լինել, որոնց որ զբաղվեք։ Վարկ վերցնեք, ձևակերպեք եւ օրվա ընթացքում սեղանի շուրջ եք նստելու եւ այդքանը։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծներին։ Ինչ է սպասվում առյուծներին ապրիլի 8-ին։
Հարգելի հարուստներ, այդ օրը առավոտյան ինչ որ խոչընդոտներ կան, կամ նամակ եք ուզում փոխանցեք, չի ստացվում, կարող է նամակ հետ կապ չունի, բայց ոմանց մոտ կարող է այդպես լինել, ինչ որ մեկին SMS եք ուզում ուղարկեք, կամ չի հասնում, կամ ինչ որ խնդիրներ, կամ սպասում եք, որ գրի չի գրում, այդպես նաև կարող է լինել։ Ոմանք այդ օրը նաև ոչ փաստաթուղթ կարող են ստանալ, ոչ տեղեկատվություն, փաթեթ, եթե ինչ որ բաներ եք պատվիրել։ Նաև ուշադրություն դարձրեք անպայման ձեր առողջությանը, որովհետև այստեղ կարող է կտրուկ փոփոխություն լինի առողջության հետ կապված։ Կամ կտրուկ ինչ-որ քայլ կարող եք անել։ Այստեղ նաև առաջ խաղացումը կա, բայց առաջ խաղացումը շատ չի։ Կարող է ինչ-որ մի բան սխալ անեք այդ ժամանակ։ Կամ անսպասելի ինչ-որ մի բան առաջ կգնա, օրինակ եթե ունեք հիվանդ, ով որ լավ չի զգում իրան, կարող է փոփոխություն լինի, շատ չէ, բայց փոփոխություն լինի դեպի լավը այստեղ։ Որտեվ առաջ է գնում, հա, ինչ-որ չափով առաջ է գնում իր մոտ, կամ կտրուկ դա կարող է տեղի ունենալ։ Կամ այստեղ դուք ինքներդ կարող եք անսպասելի կամ կտրուկ քայլ անեք ձեր գործերը ինչ-որ չափով առաջ տանելու համար, բայց նաև մի մոռացեք, ասում են ձեր առողջության մասին, կամ շատ կարող եք հոգնել, ինչ որ կարող է շատ արագ անեք, կամ նման ոչ մի բան, եւ շատ հոգնեք։ Եվ այստեղ կմտածեք ինչ որ տղայի մասին, կամ ձեր ամուսինն է, ձեր տղան է, կամ նոր տղա է, նոր հարաբերություններ են, կամ ինքն է ինչ որ մի բան ասել, իր ասացի այդ պահով կարող եք մտածել, մտքերի մեջ ընկնել։ Եվ ինչ որ մի բան է ուշանում ձեզ մոտ, մոտավորապես 3 ամիս կարող է ուշանալ։ Այսքանը ձեզ համար, կամ ուշանում էր, իմանում եք, որ կլինի, դա եւս հավանականությունը շատ մեծ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 8-ին։ Հարգելի կույսեր, այդ օր ուշադրություն դարձրեք խաբեություն կա, եւ թղթաբանության մեջ ուշադրություն դարձրեք, եւ գործերում ինչ-որ մի բան կասեն ձեզ ստորագրելու համար, արդեն Մերկուրին ուղղահայաց է այս պահին, ոնց որ կանգնած դիրքը վերջ է, արդեն կավարտվի այդ օրը, կարող եք, այդ օրը չէ, բայց հաջորդ օրը կարող եք արդեն կնքել։ Յուրաքանչյուր հարցում այստեղ ուշադիր եղեք, խաբեություն կա, մոլորեցում կա ձեզ, հա, մոլորեցնել ինչ-որ հարցում, եւ հաջողություն ունեք այդ օրը։ Նայեք նաեւ ինչ-որ մի հաջողություն ձեզ չխոստանան եւ դա լինի խաբեություն, հա, դա եւս հաշվի առեք, բայց ոմանց մոտ նաեւ առանձին այստեղ ինչ-որ օրվա մեջ կամ ինչ-որ մի հարցում հաջողության հասնեք, հաջողությամբ ավարտեք։ Այստեղ նաև ինչ-որ գործեր կարող են գնալ առաջ կամ դուք պետք է մղեք այստեղ առաջ եւ նաև կամ հուզված եք այդ առաջ մղելուց կամ հուզվում եք, որ գնաց ի վերջո այդ գործը առաջ կամ կարողացաք ի վերջո այդ գործը առաջ մղել եւ հուզվում եք, նաև կարող եք արտասվել։
Եվ օրվա վերջ կարող եք այստեղ իմանալ, որ ինչ-որ մի բան է ուշանում, կամ մոտ 3 ամիս ինչ-որ մի տղա պետք է բուժվի, կամ պարկի, կամ արձակուրդ է, կամ 3 ամիս պետք է սպասեք, որ այդ տղան վերադառնա։ Հնարավոր է նաև 3 ամիս չկար այդ տղան, գալիս է տուն, հա, կամ ձեր տղան է, կամ ձեր ամուսինն է, գալիս է տուն, այստեղ ոմանց համար նաև ինտիմ հարաբերություններ է, հաշվի առեք, հա, այստեղ 3 ամիս է եւ ինչ-որ տղայի հետ է կապված, կամ պետք է գնա այդ տղան 3 ամիս ուրիշ տեղ, հետո գա, կամ չգիտեմ, ինչ-որ նմանատիպ ինչ-որ մի բան է։ Այսքանը։ Ամեն մեկի մոտ ինչ-որ տարբեր ինչ-որ իրավիճակներ կարող են լինել դրա հետ կապված։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 8-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, կամ դուք կզանգարեք կամ ձեզ, հետո սեղանի շուրջ եք նստելու եւ ուշադիր եղեք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց չթողնեք, որտեղ կորցրած հնարավորություն է այստեղ նաեւ։ Կարող եք կորցնել կամ նստել ինչ-որ մեկի հետ սեղանի շուրջ, այնտեղ ինչ-որ մի բան կորցնեք, հնարավորություն կորցնեք, կամ այդ տվյալ պահին կարող է ինչ-որ մի բան ձեզ առաջարկեն, դուք մերժեք եւ կորցնեք այդ հնարավորությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 8-ին։
Հարգելի կայացներ, այդ օրը առավոտյան որոշ խոչընդոտներ ունեք, որոնք պետք է հաղթահարեք։ Նաև օրվա ընթացքում ոմանց կարող են ամուսնության առաջարկ անել, սիրո խոստովանություն անել, նաև հարսանիքի հրավեր, որևիցե նշանադրության հրավեր, եւ եթե այդ խոչընդոտները կապված էին այդ հարսանիքի պատրաստության հետ, ապա օրվա ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, կկարողանաք այդ հարցերին լուծում տալ։ Ոմանց մոտ նաև նոր դռներ է բացվում, նոր կյանք, նոր հնարավորություններ, հենց կարող է ամուսնության հետ է կապված կամ ձեր երկրորդ կեսի հետ է կապված, իր մոտ է ինչ-որ մի բան փոխվում եւ դա եւս ձեզ համար նոր դռներ է բացվում։ Եվ ինչ-որ մի բան կարող է ուշանալ ձեզ մոտավորապես 2.5 ամիս հաշվի առեք, որ կարող է ուշանալ։ Նաև ինչ-որ տղայի հետ կարող եք ժամադրվել, ժամ պայմանավորվել, կամ ուշանում է ձեր տղան է, ձեր ամուսինն է, ուշանում է տուն, հա, չի գալիս, ուշ ժամի կարող է գալ տուն այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 8-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը առավոտյան բավականին ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի։ Բայց չգիտեմ, աշխատանքի վայրում է, աշխատանքի պատճառով է, ինչ որ խոչընդոտներ կան, ինչ որ դժվարություն կարող է լինել աշխատանքում, որ հա ինչ որ բաներ եք անում, գործ եք անում, կարող է աշխատանքի վայրում դժվարություններ կան, ծանր աշխատանք է կամ ծանր է այդ գործը չեք կարողանում անեք, ավարտեք, հասցնեք։ Նման ինչ որ մի բաներ են, կամ եթե դուք ինքնդ անձնական այստեղ գործով եք զբաղվում, բիզնեսով եք զբաղվում, դա կարող է նաև լինել, որ ինչ որ մի բանի պատճառով դուք կանգնում եք։ Նաև աշխատանք փնտրելու հետ կապված կարող է լինել, կարող է այստեղ օրինակ ինչ որ մեկը մերժում է ստանում։ Խոչընդոտները եւս դա են։ Մի ընկճվեք, դիմեք մեկ ուրիշին։ Նաև այստեղ այս կինը ինքը լավ վհուկ է, էլի, հա, բավականին վհուկ է։ Այդ վհուկը կարող է այնպես անել, որ ընտանիքի անդամներով վիճեք իրար հետ։ Իրար չհասկանաք ինչ որ մի հարցում, հա, մի խոսքով իրար հետ վեճ ունենաք։ Մի լսեք իրեն եւ մի տրվեք դրան եւ մի վիճեք ձեր երկրորդ կեսի հետ։ Այստեղ մի փոքր հա ինքը կխառնի։ Այդ կինը որ կա, դա նշանակում է վհուկ։ Ուրիշ ոչինչ, ինքը ուրիշ ոչինչ չի դա։ Եվ հեռախոսազանգ էստեղ կունենաք, հնարավոր է ձեր մայրիկին եք զանգահարում, միգուցե խորհուրդ է տալիս ձեզ կամ ինչ որ մի կին է, ով որ ում հետ որ կարող եք խոսել, նոր դռներ բացվի ձեզ համար, նա օգնի ձեզ ինչ որ մի հարցում եւ ձեզ մոտ ինչ որ մի հարց կարգավորվի։ Նոր դռները կամ այդ կինն է բացելու նոր դռներ ձեզ համար կամ այդ զանգը։
Գա այդ կինը զանգարում է, ասում է վաղը կարող ես գալ աշխատանքի կամ ինչ որ մի բան է այստեղ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 8-ին։ Հարգելի այդ եղջյուրների, ինչ որ մի բան է ուշանում, ձեզ մոտ հնարավոր է նաև ճանապարհի հետ է կապված, կարող է ձգձգվել կամ գնաք այնտեղ երկար մնաք, կամ ինչ որ մարդիկ գան ձեզ մոտ երկար մնան, մոտապես 1 ամիս եւ ավել։ Նաև կարող է այդ ճանապարհն է ուղղակի ուշանում, հա, պետք է գնայիք եւ ինչ որ մի բանի պատճառով ձգձգվում է, չեք կարողանում գնալ։ Եվ այստեղ ինչ որ մի բան է ձեզ տխրեցնում, հնարավոր է հեռախոսազանգն է, հնարավոր է նաև ինչ որ մեկն է, ում հետ խոսելուց կարող եք տխրել, հնարավոր է ինչ որ մեկն է պարկած, ինչ որ մեկն է իրեն վատ զգում, կամ ուզում եք օրինակ հանգստանալ եւ տնօրենից թույլտվություն եք հարցել եւ զանգարում ասում է չեք կարող հանգստանալ, վերկացարի աշխատանքի եւ այլն, հա, ինչ որ այստեղ ինչ որ բաներ են։ Եվ ժամը ձեզ համար այդ օրը կարևոր է, հնարավոր է նաև ժամ են ասում, որպեսզի տեղ հասնեք, հա, գնաք աշխատանքի կամ ինչ որ մի տեղ ժամ եք պայմանավորվում կամ այդ ժամին պետք է այնտեղ լինեք, եթե հիվանդանոց է, պետք է այդ ժամին մտնեք հիվանդատես, հա, ինչ որ ժամ է, որ ձեզ համար շատ կարևոր է, կամ ժամանակ, կամ հենց կարող պայմանավորված եք ինչ որ մեկի հետ եւ այնպես արեք, որ չուշանաք։ Նաև ինչ որ մի բան կզարգանա, եթե տվյալ անձնավորություն կա, որ հիվանդ է, եթե ինչ որ խնդիր կար այստեղ, նեղված եք, այդ ամենը օրվա ընթացքում կկարգավորվի, կնորմալանա, այնպես որ մի անհանգստացեք ոչ մի հարցում։ Եվ իհարկե օրվա վերջ կարող եք հանդիպել, շփվել, խոսել որևիցե մասնագետի հետ։ Դա եթե հիվանդանոց է այստեղ, որտեղ ինչ որ մարդ կա, պարկած է, չգիտեմ։ Կամ նաև այստեղ ինչ որ մեկի հետ ինտիմ հարաբերություններ եք ունեցել կամ ինչ որ մեկը եւ դրա մասին եք իմանում, որ ինչ որ մարդիկ էլ իմացան դրա մասին, հա, որ դուք ինչ որ մեկի հետ ինտիմ հարաբերություն, չգիտեմ, ինչ որ մի բան է այստեղ անկողնու, պարկած հիվանդի, հա, օրը ձեզ ցույց կտա ինչ է կատարվում։ Բայց ինչ էլ որ լինի, այդ ամենը կզարգանա, առաջ կգնա առանց որևիցե խնդրի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 8-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ հարցեր առաջ կմղվեն, կզարգանան, առաջ խաղացում կունենաք, նաև գումար կարող եք ստանալ այդ օրը կամ գումար կարող եք ծախսել, հաջողություն ունեք, նաև կարող է դա հաջողակ գնումներ են ձեզ համար, եւ արժեքի մեջ, եւ ապրանքի, այդքան ճիշտ, նաև կարող է այնպիսի մի բան էր, որը ուշանում էր ձեզ մոտ 2 ամիս եւ հիմա ոնց որ դա հաջողությամբ ավելի շուտ է լինում, ավելի արագ է լինում դա, անսպասելի։ Օրվա վերջ եւս ինչ-որ բաներ, զարգացումներ ունեք, էլի դուք ինքներդ ինչ-որ գործեր առաջ կմղեք, ճիշտ է ոչ այնքան տան շատ, բայց կկարողանաք առաջ մղել ինչ-որ գործեր։ Եվ այդ դեպքում էլ արդեն օցերին կհավաքեք ձեր շուրջ։ Օցեր կլինեն, օցային վերաբերմունք, այդպես կարող են ձեզ նայել օցությամբ։ Այսքանը ձեզ համար, նախանձ են, որ ինչ-որ գործերը այսօր ձեզ մոտ անընդհատ առաջ գնում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 8-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը օցեր կան ձեր շրջապատում, կախված է թե առավոտյան որտեղ եք լինելու, աշխատանքի, տանը, թե ինչ-որ հյուր, համենայն դեպս այնտեղ օցեր կարող են լինել։ Այդ վերաբերմունքը կարող եք նկատել ձեր հանդեպ։ Եվ ոմանք նաև կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն անեն, դուք անեք սիրո խոստովանություն, ասեն, որ գեղեցիկ եք այսօր, լավն է ձեր տեսքը, նաև ինչ-որ հարցում կարող եք սիրված զգալ, մարդը, որ ինչ-որ մի տեսակ ուրախ է լինում, այդպես սիրտն է ուրախ, թրթռում է, որ ուզում է թռվռա, այդ ինչ-որ նմանատիպ ոչը մի բան կարող է լինել։ Եվ օրվա վերջ այստեղ ինչ-որ մի բան է փակ, ինչ-որ մի բան չի ստացվում անել։ Հնարավոր է կարիերայի հետ է դա կապված, հնարավոր է նաև մեկ այլ բան է, բայց այստեղ ամենայն դեպս կկարողանաք այդ հարցին լուծում տալ, կարող եք ուղղել այդ պահը, ինչ-որ չափով ձեզանից է կախված, ստացվում է դա ձեզ մոտ, թե չի ստացվում, բայց կարիերայի հետ է կապված, որ ասում է դուք գիտեք, հա, կարողանաք լավ աշխատել, ձեր կարիերան բարձրացնել, թե ոչ, շատ բան ձեզանից է կախված։ Այսքանը ձեզ համար, նաև ուրախ լուր ունեք, բարի լուր ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։